Տիկին Գևորգյան, Ֆրոնտ TV-ն բազմաթիվ քաղաքացիների կողմից ահազանգ է ստանում, որ անձնագրայիններում արհեստական խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի այդ պատգամավորի թեկնածուի տեղեկանքը չտան։ Դուք ինչ տեղեկատվություն ունեք այս մասին եւ ինչ եք կարծում, ինչու է հենց կոնկրետ ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար այդ խոչընդոտը ստեղծվում։ Նախ ասեմ, իրենց վախերի համար է ստեղծվում, այո, մեր ցուցակի մեջ ընդգրկված անձանցից մեկը, երբ գնում է Շինգավիթի անձնագրային բաժին, պարզվում է, որ նախկին պետին հանում են եւ նշանակում են վարչապետի մորաքրոջ տղային, թե քերու տղային են նշանակում, փորձում են ամեն ձև խոչընդոտեն, իհարկե ոչ բոլոր անձնագրային բաժիններում է եղել դա, խոչընդոտեն, որպեսզի մարդիկ չհասցնեին իրենց ցուցակները հանձնեին կենտրոնական հանձնաժողով, որպեսզի չհասցնեն արհեստական, իրենք ինչպես ամեն տեղ են արհեստական խոչընդոտներ ստեղծում, նույնպես նաև ստեղ են արհեստական խոչընդոտներ ստեղծում։ Նաև քաղաքացիներ են ահազանգել, չցանկանալով իրենց անունը հրապարակել, ասեցին, որ հենց պահը գալիս է, որ նրանք պետք է տեղեկանքը վերցնեն եւ ներկայացնեն տվյալ կուսակցություն, որտեղ պետք է падգամավորի թեկնածու լինեն։ Նրանց ինչ որ ձև վախացնում են, թե հարազատներին գործից հեռացնելով, թե կոնկրետ իրենց գործից հեռացնելով, սա ինչի հետ է կապում։ Դա էլ որպեսզի քանակություն չապահովեն, կուսակցությունները չէ որ քանակություն կար դրված, հստակ քանակ կար, քանակություն չապահովեն եւ դրանով ստիպված լինեն մարդիկ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք է պահում, յուրաքանչյուր երեխան սովորող է, ուսանող է, աշակերտ է եւ այլն, դրա համար այդ ամեն ինչ իրանք ստեղծում են։ Իրենք իրենց վախերից, ասում եմ, նայեք, ես այսօր հարցազրույց եմ տվել եւ ասել եմ, ոստիկանությունը իրենցից շատ են, ուր գնում են ոստիկանական համակարգը դուրս է գալի, ոստիկանությունը ծառայում է անձի համար եւ նույնպես սարքել են անձնագրայինները, անձնավորել են այդ ամենը, չէ՞ որ դա պետական ռեսուրս է, դա պետական հիմնարկ է, ծառայություն է դա, ոչ թե անձնավորված հարց։ Այո, ես էլ երբ վերցնում էի, ինձ էլ հարցրեցին, բայց ես հետաքրքիր չի, որ ինձ ասեցին, որ կուսակցությունով եք գնում, ես ներկայացա որպես համայնքական ճակատի խորհրդի անդամ, կուսակցության խորհրդի անդամ, եւ ասես միայն ԿՊ-ներ, որ իրանց համար կանանչ լույս էր։ Նաեւ ասեմ, ժամկետներն է կրճատեցին։ Չէ՞ որ մինչև եթե չեմ սխալվում, այս 3-ն էր տված, որպեսզի ցուցակները հանձնենք, բայց իրենք բերեցին մինչև ապրիլի 23-ը սարքեցին։ Ու չգիտես ինչի, առաջինը ԿՊ-ն հանձնեց իր ցուցակները, իրենք նախապատրաստել էին այդ ամեն ինչը, իրենք արդեն հավաքած ունեն, ԿՊ-ի համար կանանչ ճանապարհ էր այսօր, բայց թող էսել անեն, այս խոչընդոտներն է թող ստեղծեն, ի վերջո ուր են տանելու։ Իսկ ինչ եք կարծում, կարող է ընտրությունների ժամանակ էլ այսպիսի խոչընդոտներով կարողանան նորից վերընտրվել։ Ես իրենցից ամեն ինչ սպասում եմ, քանի որ այն արդեն մարդը որ խեղդվում է, սկսում է փրփուրների ծնգնել, ստիպված պետք է։ Ես իրենցից ամեն ինչ սպասում եմ, բայց չէ որ իրենց դիմացը գիտակ ավելի կուսակցություններ կան եւ այլն։ Իրենք սպառվել են արդեն, սպառված վիճակի մեջ են։ Շնորհակալ եմ ձեզ։